արշավը շարունակում է, նաև գիտեք գնդերեսների Սուրեն Պապիկյանի որոշմանը ծանոթ ենք, հայտարարեց Պաշտպանության նախարարի հրամանով 20 եւ ավելի տարիներ իր հոգեվոր ծառայությունը բերած իր խոսքն էլ հիմա դրեք զինված ուժերի հոգեվոր առաջնորդությունը լուծարվելու է։ Մենք այլևս որպես հոգեվորականներ ազատված ենք մեր պարտականություններից, գրել էր Տեր Պսակ Քահանա Մկրտչյանը, մայրաթորն էլ մի քանի օր առաջ մայրաթորեն ուղարկել Պաշտպանության նախարարության որոշումը, ըստ որի այսուհետև բանակի գնդերեսները պետք է ենթարկվեն հաշվետու լինեն հրամանատարին, դաշտի իրավիճական աշխատանքների գծով տեղակայել եւ այլն, այսպիսի որոշում իմիջիայլոց մի քանի օր առաջ էլ Սուրեն Պապիկյանը մամուլի ասոցիացիա եւ այսպիսի բաներ ասել, խնդրեմ պարոն Ապետյան, ձեր ուշադրությունը, ուղղակի որ հասկանանք, այս մարտիկ վերջնական ավարտված մարտիկ են, խնդրեմ։ Ասած ես պատահական մասնակցում այնտեղ որտեղ ուզում եմ, եւ երկրորդ ես չունեմ ինֆորմացիա, որտեղ է վկայակոչվում Պետրիժ Ներսիսյանն անունը, որտեղ չի վկայակոչվում։ Պետրիժ Ներսիսյանը մասնակցեմ վստահ եք, որ չի վկայակոչվում։ Ինչ եք ասելու։ Պատղա ջան, բա դուք պետք է մենք վստահ լինենք, որ այդ մեր դիրքերը Հայաստանի Հանրապետության տարածքները ըստ ձեր այն մի, չգիտեմ ինչի, ասեցին, չէ, ըստ իրենց 200-300 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը, բայց ըստ պարոն Բագրատյանի եւ շատերի 1000 քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը։ Բա դու տենց որ վստահ ես, բա ուր է մեր տարածքները, չի՞ է թշնամին նստած։ Բա դու ի պաշտոն է դրա պատասխանատուն ես, դու ինչ գործ ունես եկեղեցու այդ հարցերին, մի հատ էլ գնա քո հարցերով զբաղվի։ Են քո խնամի բարեկամ պատգամավորների բանի էր, պատմաբանների էր տարել է, Սաֆրասյանին, Աշոտին չա, Մելիքյան թե Մելքոնյանին հրճված խոսում էին, տեսեք ես ինչ կահավորված սահմաններ ունենք, բա հələ մի հատ արձագանքեք այս թյուրիմացությանը։ Պարոն Սաֆրասյան, մի հատ այս թյուրիմացությանը արձագանքեք, ասում է դու շատ փոքր ես։ Նախ հիմա Նիկոլը քեզ կնայի ու կասի որ դու շատ փոքր ես։ Սուրեն Պապիկյան լինել այնտեղ, որտեղ որ դու ես ուզում։ Դու լինելու ես այնտեղ, որտեղ որ Նիկոլն է ուզում, որտեղ դու ոչ մեկ ես, ոչ մեկն ես եղել, դու ընդհանրապես մի հատ դանակ քաշող ես եղել, դանակի համար դատված մարդ, ռյուկզակը ուսիդ գցած մեկին Նիկոլը բերե դարձրել, դու չես կարող ինչ որ մի բան որոշել, մի հատ էլ ասես ես որտեղ ուզեմ կլինեմ ու քեզ անբարոյականի պես պահելով հայը վեհապար հորը դիմես կաթողիկոսին, ինչ որ մի հատ անուն է տալիս, պատկերացնում եք, չէ՞ ոնց է խոսում։ Կաթողիկոսի մասին, կաթողիկոսին հիշատակելուց ինչ է ասում այս մարդը։ Ոնց որ ասենք հիմա ասեմ մեր պաշտպանության նախարարը դանակ քաշող Սուրոն է, լավ է։ Ես որ խոսքը կար, ես դեմքի կլորությանն էի նայում։